Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում Մայր Հայաստան կուսակցության գրասենյակում, ինչ կապ ունեն գործողությունները Գյումրիում հնչած վերջին քաղաքական հայտարարությունների հետ։ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, ինչ մեղադրանքներ են առաջադրվել եւ ինչ է հակադարձել պատգամավորի թեկնածուն։ Ադրբեջանից հնչում են նոր պահանջներ Հայաստանի հասցեին, ինչու է ակտիվացել անկլավների եւ սահմանադրության թեման։ Ամերիկայի Միացյալ Նահանգները խոսում է Իրանի ուրանի վերահսկման մասին, ինչ նպատակ ունի Դոնալդ Թրամփը։ Եվ այսպես վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Մարթուն Գրիգորյանի եւ նրա թիմակիցների բնակարաններում ու գրասենյակներում։ Գյումրիի ավականու անդամ Լիզա Գասպարյանի խոսքով գործողությունները կարող են կապված լինել 3 Գյումրիում կայացած քաղաքական հանդիպման ժամանակ հնչած ելույթների հետ, որտեղ Գրիգորյանը մասնավորապես հայտարարել էր, որ Գյումրի 2-ը Հայաստանում բոլորս միասին ենք անելու։ Խուզարկությունը չի ավարտվել, խուզարկություններ են գրասենյակներում, թիմակիցների տանը, անգամ թիմակիցներ կան, որ այս պահին չգիտեմ բազին են տարել կամ այդպես չենք հասնում, էլի ինֆորմացիան այնքան արագ է գալիս, որ չենք հասնում գնալ եւ այլն։ Ու սա տեղի ունեցավ 3 առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում այցելության ժամանակ պարոն Գրիգորյանը քաղաքական խոսույթ է հնչեցրել եւ քաղաքական խոսույթի վերջում էլ ասաց, որ ես սպասում եմ, որ պիտի ձերբակալություններ եւ ահաբեկումների սցենարը սկսի իշխանությունը։ Սա սովորական ռեժիմ է դարձել, կարծես թե մեր բոլոր ընթերցողները, պարոն Գրիգորյանի բոլոր ընթերցողները ուղղակցում են այսպիսի սցենարներով, որպեսզի մեր բնականon աշխատանքից հետ քցեն, չգիտեմ, թե ահաբեկումներ անեն, թիմակիցներին վախեցնեն եւ այլն եւ այլն։ Սա արդեն դարձել է շատ սովորական օրակարգ։ Միաժամանակ խուզարկել են նաև Մայր Հայաստան կուսակցության գրասենյակը։ Ավելի քան 4 ժամ է կուսակցության անդամները եւ համակիրները իրենց գրասենյակի մոտ սպասում են քննչական գործողությունների ավարտին։ Facebook-ի իր էջում ահազանգ է հնչեցրել կուսակցության անդամ Արեգ Նազմանուկյանը։ Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են դիմակավորված անձինք շրջում գրասենյակում։ Ծանուցագիրը ներկայացրեք, ծանուցագիրը ներկայացրեք։ Ծանուցագիրը ներկայացրեք, ես կանջատեմ։ Ծանուցագիրը ներկայացրեք, քննչական գործողությունը սկսեք, ես կանջատեմ։ Ծանուցագիրը ներկայացրեք, խնդրում եմ։ Ես այստեղ եմ գտնվում, ինչ տարբերություն ձեզ համար։ Ես կուսակցության վարչության անդամ եմ։ Ես չեմ նկարում, խնդրում եմ, ես չեմ նկարում, ես գոշին եմ նկարում։ Ժամեր առաջ քննչական կոմիտեն հայտարարել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության եւ լրտեսության հոդվածներով։ Կոմիտեի տվյալներով Թևանյանը պատգամավոր եղած ժամանակ օտարերկրյա կառույցին իբր փոխանցել է ազգային ժողովի գաղտնի նիստի վերաբերյալ տեղեկություններ, դրա դիմաց ստանալով ավելի քան $600,000։ Անդրանիկ Թևանյանը կտրականապես հերքել է մեղադրանքները։ Նա տեսաուղերձով հայտարարել է, որ կատարվողը քաղաքական հետապնդում է։ Թևանյանի խոսքով մեղադրանքն անգամ տրամաբանորեն անհնար է, քանի որ այն ժամանակահատվածում, որի մասին խոսում է քննչական կոմիտեն, ինքը պատգամավոր չի եղել։ Ես 21 թվականին ընտրվել եմ պատգամավոր ազգային ժողովի ընտրությունների արդյունքում, բայց ուշադրություն 2023 թվականին վայր եմ դրել ազգային ժողովի մանդատը եւ դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավականու ընտրություններին որպես ոչ պատգամավոր արդեն, իսկ այստեղ գրված է, որ 24 թվականի լսումներին փաստորեն փակ գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի վերաբերյալ տեղեկություն եմ հաղորդել, այսինքն ես ֆիզիկապես չէի կարող մասնակցել
24 թվականի լսումներին, հետևաբար մնացած թեմաները անհեթեթություն են, որ գումարային եւ այլ թեմաների հետ կապված։ Մի խոսքով Նիկոլ Փաշինյանը ինքը, քանի որ պետական դավաճանությամբ է զբաղված, փորձում է ինձ ներքաշել այնպիսի մի պրոցեսի մեջ, որի արդյունքում ինքը ամենաբարձրն է գոռալու, որ բռնեք պետական դավաճանին։ Մի խոսքով անհեթեթությունը շարունակվում է, իսկ քննչական կոմիտեին խորհուրդ կտայի ուղղակի այդ ապօրինի հանձնարարականները չկատարել։ Թևանյանը այս թեմային անդրադարձել է նաև երեկվա մամուլի ասուլիսի ընթացքում, հայտարարելով, թե իրականում հենց Նիկոլ Փաշինյանն է պետական դավաճան եւ իշխանափոխությունից հետո պետք է պատասխան տա այդ հոդվածով։ Հայաստանի բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում այն ժամանակ գործող ազգային անվտանգության ռազմավարությամբ, հիշեցնեմ նաև, որ կա Գերագույն խորհրդի որոշում, համաձայն որի Հայաստանի որևէ ղեկավար չի կարող ստորագրել մի փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղը կճանաչի Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյանը 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, դրանով իսկ գործելով պետական դավաճանություն։ Ես կուզենամ ներկայացնել ձեզ այն գործընթացները, որը հանգեցրել էր պետական դավաճանության։ 2022 թվականի ապրիլ ամսին Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց, որ իրեն հորդորում են միջազգային ուժերը, որ պետք է իջեցնել Արցախի կարգավիճակի հետ կապված նշաձողը, որից հետո իրենք կապահովեն անվտանգություն Արցախի մեր հայրենակիցների մասով։ Քաղաքական սկանդալին անդրադարձել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ախորյանում նախընտրական հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ եթե լրտեսության մեղադրանքները ճիշտ են, ապա դրանք պետք է ապացուցվեն։ Հակառակ դեպքում պատասխան պետք է տան մեղադրանք հնչեցնողները։ Ծառուկյանի խոսքով Անդրանիկ Թևանյանը հայրենասեր եւ սկզբունքային մարդ է եւ ամբողջ թիմը կանգնած է նրա կողքին։ Եթե ապացուցեն, ես անմիջապես իմ գործընկերոջը ես գնդակար եմ, բայց եթե չէ, սուտ ասողները պետք է պատիվ պահանջեմ, որնանք մարդու անունը հենց այնպես հայտարարության անել ասպիոնաժի մեջ, միտինգներին հայտարարում է, տես բան դուք կանգում լսել եք, տես բան գոյություն չունի, իրեն դա էլ չի փրկելու, նա մեր գործընկերն է, իմ ընկերն է, ամբողջ թիմով կանգնած են իրեն կողքին, ասում եմ, կարան ապացուցեն, ես գնդակար եմ։ Բայց եթե չէ, մենք պատիվ ենք պահանջում, որ չի կարելի այդ ձևի ասենք թե մեր գործընկերոջը հայրենասեր տղուն նվիրալին, որ ասենք թե ուզենան ժամանակավոր բնույթ է գրելու։ Հիմա 3 ամիսա, 2 ամիսա ինչ որ մեր ասենք թե քարոզությունից հանելով ոչ մի բան չի փոխվելու։ Ես շփվելով ժողովրդի հետ զգում եմ, որ մարդիկ ճարատված են գնում։ Ձեզ են չէ՞ մեղադրում։ Բայց ասեցի, որ թող տանից հրապարակում գնդակար են։ Եթե կա, եթե չէ, ուրեմն ես պատիվ եմ պահանջում։ Հայտարարողը մարզական պետք է պատիժ կրի։ Չեմ ասում գնդակարեք, թող գա իմ առյուծի մոտ, մտնի դուրս գա։ Իսկ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հայտնել է, որ ընդդիմադիր ուժեղ Հայաստանը իբր ընտրակաշառք է բաժանել։ Ըստ կոմիտեի քաղաքացիներին գումարներ են փոխանցվել կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, իսկ վճարները ներկայացվել են որպես աշխատավարձ։ Իրավապահները պնդել են, որ այդ մարդիկ իրականում որևէ աշխատանք չեն կատարել։ Գործով կան ձերբակալվածներ, հրապարակվել են նաև գաղտնալսումներ։ Սամվել Կարապետյանը կտրականապես հերքում է, թե կապ ունի գրեթե ամեն օր հաղորդվող այս դեպքերի հետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ 2 օր առաջ Հարաբկիրում թեժ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Քննչական կոմիտեի տվյալներով Օսիպյանը Փաշինյանի հասցեին բռնության կոչեր է արել, իսկ մայիսի 18-ին խոչընդոտել է Հարաբկիրում ընթացող նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական այս լարված ֆոնին ավելի հաճախ են քննարկվում նաև իրավապահ համակարգի գործողությունները։
Հայաստանում իշխանության ներկայացուցիչների ամենակոշտ հայտարարությունները հաճախ որևէ իրավական հետևանք չեն ունենում։ Մինչդեռ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները կարող են հայտնվել ոստիկանության բաժնում հարց տալու, գրառում անելու կամ անգամ պաստառ պոկելու համար։ Ինչ է կատարվում Հայաստանում ընտրությունից առաջ, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Իշխանության ամենակոշտ հայտարարությունները Հայաստանում հաճախ մնում են անպատիժ։ Այո, ֆիզիկական սպառնալիք է, որտեղ պոլերով ենք տալու դրան, սատկացնելու ենք, ոչինչ, դրանից հետո իրավապահները գնահատական։ Մինչդեռ ընդդիմախոս քաղաքացին կարող է հայտնվել ոստիկանության բաժնում, հարց տալու, սոցիալական ցանցում գրառում անելու կամ անգամ քարոզչական պաստառ պոկելու համար։ Ինչ է սա, իրավական երկակի չափանիշ, վարչական ճնշում, թե ընտրությունից առաջ վախի մթնոլորտ ստեղծելու փորձ։ Մեկը, որ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս մինչդեռ որպես տեխնացու մասնակից եւ ինչպես դրական անձնիկն է պահանջում, չօգտագործելով իր դիրքը կամ լիազորությունները, այդ ճիշտ հակառակը հանդես է գալիս հստակ որպես վարչապետ, գործադիր իշխանության ղեկավար եւ ըստ էության ամենալայն լիազորությունները ոչ տված պաշտոնյա Հայաստանում հանդես է գալիս իր քարոզչական, քաղաքացիական պայմանագրի քարոզչական այդ գործընթացներում, այսինքն իր բոլոր հրահանգները, հրամանները, նախերգանքները, ձերբակալությունների, այդ խոստումները ինչ-որ մի կազմակերպություն, ինչ-որ մեկի ձեռքից վերցնելու, դրանք բոլորը վարչական լծակների թափահարումներ են։ Քարոզարշավի ժամանակ Փաշինյանին հարց տալու եկած ակտիվիստ Արթուր Օսիպյանին նախ քաշքշել են, հետո ձերբակալել, օրեր անց էլ կալանավորել 2 ամսով։ Նրան մեղադրում են բռնության կոչ անելու, քարոզարշավը խոչընդոտելու եւ խուլիգանություն անելու համար։ Օսիպյանի եւ Փաշինյանի հանդիպումից 2 օր անց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մի քաղաքացու միջև հանդիպում եղավ։ Վերջինս մեղադրում է Քոչարյանին սպանության համար։ Քաղաքացին չի ձերբակալվել, չի կալանավորվել։ Բայց փոխարենը տեղում ձերբակալվել է իշխող ուժի քարոզչական պաստառը պոկած քաղաքացին։ Ձերբակալվելուց հետո նրան հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն էին տեղափոխել, որտեղ էլ քաղաքացին ինքնասպան է եղել։ Իդեպ, այս դեպքի մասին ոչ լսել, ոչ տեսել է Արդարադատության նախարարը, որ քարոզարշավի ակտիվ անդամներից է։ Չեմ կարդացել հրապարակումը եւ տեղյակ չեմ։ Ես հավերժ կկրկնեմ, որ չեմ կարդացել եւ տեղյակ չեմ։ Շնորհակալություն։ Իսկ Սպիտակում քարոզարշավի ժամանակ բերանը փակելով հեռացնում են Ազատի կացարանում այրված զինվորներից մեկի պապիկին, հորդորելով նրան ուշադրություն չդարձնել։ Ասեն կալուգացի օլիգարխա ամեն տեղ 200,000 դրամից բանից տալիս աղրդում է, եկեք ընդհանրապես հանգիստ։ Իշխանության հասցեին քննադատական խոսքի համար հետապնդումների մասին ահազանգերը սակայն սկսվել էին դեռևս քարոզարշավից առաջ։ 2026 թվականի մարտին կեսգիշերն անց նոր Հաճնից Դիլիջանի ոստիկանություն էին տեղափոխել 3 անչափահաս երեխաների մորը Գայանե Մեսրոպյանին։ Պատճառը ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի գրառման տակ մեկնաբանություններ։ Ինձ հետ երեխային ինձ հետ վերցրեցի իրանց ավտոյով տարան։ Միջև ընդող չեն էլ ասել ինչի համար։ Աննախադեպ ու խայտառակ էին որակել իրավապաշտպաններն այս դեպքը։ Դրան նախորդել էր պատշգամբից խնձոր նետած պապիկին ձերբակալելու, մեղադրանք առաջադրելու գործընթացը։ Մեծ աղմուկ բարձրացնելուց ամիսներ անց 2025 թվականի ապրիլին դատարանը արդարացրել է տղամարդուն, հաշվի առնելով, որ նա խնձորը նետել է ոչ թե վնաս պատճառելու, այլ բողոքելու նպատակով։ Ինչի մասին են վկայում այս փաստերը։ Նիկոլ Փաշինյանը այլևս սահմանադրություն, օրենքներ, գոյություն չունեն։ Ինքը իրեն բացարձակ իշխանություն է համարում եւ ինչպես ուզում է, այդպես էլ խանել, ասենք խանազգում իրան բացահայտ հանրության դեմքին ուղղակի թքել եմ համարում, որ բոլորիս աչքի առջև կալանավորեցին մաքրուն, որը ընդամենը զրուցում էր եւ հարցեր էր ուղղում։ Փաստաբան Սոս Հակոբյանն ուշադրություն է հրավիրում նաև այն փաստին, որ պետական համակարգի ղեկավարը հրապարակային խոսում է ձերբակալությունների, պատժելու կամ հաշիվ պահանջելու մասին։ Շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական
Փաստաբանի գնահատմամբ սա պարզապես քաղաքական հռետորաբանություն չէ։ Նման հայտարարությունները զուգորդելով իրավապահ համակարգի գործողությունների հետ հասարակությանն ուղարկում են հստակ ուղերձ. իշխանության քննադատությունը կարող է ունենալ հետևանքներ։ Այս ֆոնին մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անհասցե հայտարարություն է անում, թե կարծիքի ազատությունը չի կարող վերածվել բռնություն ու անհանդուրժողականություն տարածելու գործիքի։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տվել անդրադառնալով ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերի։ Խոսելով խաղաղության մասին նա նշել է, որ իր պատկերացմամբ խաղաղության գործընթացը կապված է տարածաշրջանային հակամարտության ավարտի հետ։ Փաշինյանը անդրադարձել է նաև անկլավների թեմային։ Անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետև մենք ինքներս ունենք անկլավ, Արցախաշենը։ Ինքը հրաժարվել դրանից չեմ կարող հրաժարվել, որովհետև եթե որևէ մեկը հրաժարվի, դա քրեական պատասխանատվության հիմք է, ոչ մեկ չի կարող Հայաստանի ինքնիշխան տարածքից հրաժարվել։ Բայց պարզ է, որ դա տենց պարզ թեմա չի եւ որևէ նախ ասեմ որովհետև թեմա քննարկվում է, որևէ պայմանավորվածություն, որևէ այսպես ասած ռազմավարություն, որևէ հայեցակարգ այդ հարցի լուծման հետ այս պահի դրությամբ չկա։ Բայց նաև կանոնակարգը սահմանում է դեպքեր, որ պետք է հնարավոր է նաև տասնյակ անգամներ ենք խոսել։ Պետք է նայվի, թե այդ հարցին մենք ոնց ենք մոտենում։ Ես չեմ խոսում անկլավների թեմայի մասին, ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքների վերադարձի մասին եւ սահմանազատման թեմայի հետ կապված, ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի մեր վերահսկողության ներքո վերադարձի մասին։ Նիկոլ Փաշինյանը իր պատկերացրած իրական Հայաստանի քարտեզակրծքին շարունակում է շրջել Հայաստանի բնակավայրերով եւ հայտարարել, թե խաղաղությունն արդեն եկել է։ Բայց մինչ Երևանում խոսում են խաղաղության մասին, Բաքվից կրկին հնչում են նոր պահանջներ։ Ադրբեջանցի նախկին եւ գործող պաշտոնյաները հերթով հիշեցնում են, սահմանազատման գործընթացը ավարտված չէ, անկլավների հարցը փակված չէ, իսկ Հայաստանի սահմանադրությունը ըստ նրանց պետք է փոխվի։ Ստացվում է խաղաղության մասին հայտարարություններն ու իրական քաղաքական պահանջները շարունակում են չհամընկնել։ Ինչ են ակնարկում Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ինչու է Ադրբեջանը նորից ակտիվացնում անկլավների եւ սահմանադրության թեման եւ ինչ գին կարող է պահանջվել քաղաքական աջակցության դիմաց, ռեպորտաժում։ Իրական Հայաստանի քարտեզակրծքին Փաշինյանն այցելում է, ինչպես ինքն է ասում, իրական Հայաստանի բնակավայրեր եւ պարբերաբար հիշեցնում, խաղաղությունն արդեն եկել է։ Ես եկել եմ ասել ժողովուրդ, որ խաղաղությունը եկել է։ Խաղաղությունը եկել է։ Իսկ Ադրբեջանից թեև ոչ պետական մակարդակում, բայց նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ակնարկում են այն մասին, որ խաղաղությունը հեռու է իրականությունից, պարզվում է խոչընդոտներ կան։ Երևանը փորձում է զուտ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման փաստը ներկայացնել որպես իր համար շահավետ սահմանների վերջնական ամրագրում, թեև սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը դեռևս ավարտված չէ։ Դե ման է գալիս Փաշինյանն այդ կրծքանշանը կրծքին։ Նրանք ցանկանում են ստանալ այդ կրծքանշանը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումով եւ դա ներկայացնել որպես բոլոր պահանջների վերջնական ճանաչում, հավելել է Զուլֆուգարովը։ Հայտարարությունը վկայում է, Փաշինյանի խաղաղության նախընտրական խոսույթի տակ Ադրբեջանի պահանջները չեն լռում, այլ աստիճանաբար դուրս են գալիս քաղաքական հանրույթի ցածր շրջանակից։ Նախ պետք է միշտ հիշել, որ Ադրբեջանում այդ ոչ պաշտոնական գործնականում ընդհանրապես ֆորմալ բնույթ ունի եւ դրանք պարզապես նույն համակարգի ոչ պաշտոնական մեխանիզմներ են։ Եվ երկրորդը, ինչու այս փուլում այդպիսի հիշեցումներ, որովհետեւ հիշեցնում են Փաշինյանին այն գինը, որ պետք է վճարի մինչեւ հիմա նախընտրական աջակցության դիմաց։
Իսկ Բաքուն այդ աջակցության համար երկու հիմնական պահանջ ունի, որոնց մասին խոսույթը Հայաստանում ներկա վարչակարգի վերարտադրումից հետո ավելի կոպիտ է ակտիվացվելու, պնդում է քաղաքագետը։ Բաքվից հնչող պահանջները պարզ են, առաջինը անկլավների վերադարձն է, այն արդեն ընթացքի մեջ է, նշում է քաղաքագետը, հիշեցնելով Ադրբեջանի փոխվարչապետի հետ Աղվերանում հանդիպումից մեկ օր անց Փաշինյանի անմեղ թվացող մեջբերումը։ Ասենք այն պահը, երբ որ սահմանազատման արդյունքում Արցախաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախաշենի մասին, ինքը բովանդակ փորձում է հասարակությանը քրքին էս մանիպուլյացիաների ձևով համոզել, որ դե տեսեք, էսի հանձնում ենք, բայց փոխարենը թեքվող ենք սա, բայց այս գյուղերը հանձնում ենք, բայց փոխարենը մենք Արցախաշեն տեսեր։ Ադրբեջանի մյուս պահանջը սահմանադրության փոփոխությունն է։ Նախկին արտգործնախարարը խաղաղ կարգավորման երաշխիք համարում է հանրաքվեով մայր օրենքը փոփոխելը։ Մեզ համար գլխավորն այն է, թե ինչ տեղի կունենա հանրաքվեի ընթացքում, եթե այն ընդհանրապես հայտարարվի։ Իսկ սահմանադրության փոփոխությունը այնքան էլ հեշտ գործընթաց չի լինելու, ասում են քաղաքագետները, հատկապես Ադրբեջանի կողմից պահանջվող հանրաքվեի տարբերակով։ Փաշինյանն ըստ նրանց այս փուլում մեծ հավանականությամբ դիտարկելու է խորհրդարանում սահմանադրական մեծամասնությամբ հարցը լուծելու տարբերակը, ինչի համար երկար ամիսներ պետք կգան։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Փաշինյանը խոսել է նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից, նշելով, որ որևէ ճգնաժամ չկա և Հայաստանը չի պատրաստվում հակառուսական գործողությունների։ Նրա խոսքով Հայաստանը Ռուսաստանի հետ չի վիճելու և հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ հարգանքի վրա։ ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ի կարգավորումներով կարող է քննարկել մենակ Հայաստանը, այսինքն անդամ երկիրը, որ կարող է որոշել դուրս գալ, ուրիշ պրոցեդուրա չկա։ Բայց դենց ցանկացած հարց կարող են քննարկել եւ ենթադրում եմ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել եւ մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք։ Ընկերական մասով, ինչպես ասում են, դրուժբա, սլուժբա, այսինքն ինչ կապ ունի ընկերական հարաբերությունները այս աշխատանքային հարցերի հետ, այսինքն եթե հարաբերությունները ընկերական են, այդ նշանակում է ոչ ԵԱՏՄ ապրանքը պետք է ԵԱՏՄ ապրանքի տակ կամ այդ նշանակում է ստանդարտին չհամապատասխանող ապրանքները պետք է ասենք դե քանի որ ընկերական հարաբերություններն եկեք բոլոր կարգավորումներից դուրս գանք։ Գազի թանկացման մասին նման բան չի կարող լինել, որտեղ մենք պայմանագիր ունենք։ Ինչպես նկատել եք, վերջին շրջանում Մոսկվան շարունակում է ավելի բաց տեքստով խոսել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության մասին։ Վերջին օրերին ռուս պաշտոնյաների հայտարարությունները աստիճանաբար կոշտանում են, հատկապես այն ֆոնին, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Աստանա մասնակցելու ԵԱՏՄ ղեկավարների նիստին։ Ռուսաստանը խոսում է իր կարմիր գծերի մասին, իսկ Երևանը փորձում է հավաստիացնել, որ հարաբերությունները խզելու մտադրություն չունի։ Բայց հնարավոր է միաժամանակ խորացնել հարաբերությունները և Եվրոպայի, և Ռուսաստանի հետ, երբ աշխարհաքաղաքական ճնշումները օրեցօր մեծանում են։ Ինչ ուղերձներ են փոխանակում Երևանն ու Մոսկվան Ռուսաստանում։ Ռեպորտաժում։ Մոսկվան վերջին շրջանում ավելի բաց ու կոշտ է արտահայտում իր դժգոհությունը Երևանի արտաքին քաղաքական քայլերի վերաբերյալ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի որոշ գործողություններ անհամատեղելի են դաշնակցային հարաբերությունների ոգու հետ, միաժամանակ մատնանշելով Կրեմլի համար կարմիր գծերը։ Դրանց թվում են արևմտյան երկրների հետ ռազմական գործակցության խորացումը, Եվրամիության հետ մերձեցումը, միջազգային քրեական դատարանին անդամակցությունը, նաև Ուկրաինայի հարցում դիրքորոշումը։ Եթե անգամ մտածակարգում չկա, կարող են որոշում կայացնել, ինչ որ մի ժամանակահատվածում սառեցնել Հայաստանի ոչ թե անդամակցությունը, այլ այն դրական, այսինքն այն բոլոր հարցերը եւ արտոնությունները, որ ունի Հայաստանը ԵԱՏՄ-ում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Միխայել Գալուզինն էլ ԵՄ անդամակցության քննարկումները պոպուլիստական որակեց, հիշեցնելով Մոլդովայի եւ Ուկրաինայի փորձը։ Եթե Ուկրաինան եւ Մոլդովան
տեխնիկական առումով գոնե ոչ քաղաքական, այլ տեխնիկական առումով հնարավորություն ունեն Եվրոմիության անդամ դառնալ, որտեղ գտնվում են Եվրոպայում, ունեն ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրոմիության անդամ հարևաններ, կոմունիկացիաների եւ սահմանների խնդիր չունեն, ապա Հայաստանը նույնիսկ դա չունի։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Երևանը շարունակում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, սակայն դա չի նշանակում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում կամ քաղաքական ապահարզան։ Խնդիրներ կան անշուշտ, նաև բայց կարծում եմ, որ խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում աշխարհում եւ միշտ էլ այդպես է եղել։ Այդ խնդիրներին ուղղակի պետք է կոնստրուկտիվ քննարկում լուծումներ գտնել եւ ի վերջո բոլոր կողմերը, ես նաև տեսական ասում եմ, էլի բոլոր տեսակի հարաբերությունների համար պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու ուրեմն իրավունքին։ Նրա խոսքով Հայաստանը ձգտում է պահպանել առողջ եւ փոխշահավետ հարաբերություններ բոլոր գործընկերների հետ, հաշվի առնելով իրավիճակի բարդությունը, բայց առանց ինքնուրույն որոշումների կայացման իրավունքը զիջելու։ Հնարավոր չի մենք մնանք Եվրասիական տնտեսական միության մեջ եւ դառնանք Եվրոպական միության անդամ։ Եվ ահա մեր մոտարկումը Եվրոպական միության հետ մենք շարունակելու ենք եւ երբ որ կլինի հասունանա կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք լինել այս խմբի, թե այս խմբի ուրեմն երկրների ընտանիքների անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք, այստեղ որևէ նորություն չկա եւ կրկին մեզ դրսից չի, որ պետք է այս մասին ասեն։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, իշխանությունն այս կերպ փորձում է Մոսկվային փոխանցել, որ հակառուսական խոսույթը պարզապես նախընտրական խայծ է։ Ասում են այն, որ ահա մենք ընտրությունների ենք գնում, մեր խնդիրը վերարտադրվելն է, վերարտադրվելու համար մենք նման հայտարարություններ ենք անում, բայց դրանք լուրջ մի ընդունեք, երբ որ մենք վերարտադրվենք, նորից ամեն ինչ իր տեղը կգա։ Իսկ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի համոզմամբ Հայաստանը վաղուց կատարել է իր ընտրությունը, պարզապես դեռ չի շտապում դա հրապարակային ձևակերպել։ Երբ ժամանակը կգա, կորոշեն, դա ըստ էության լուրջ պատասխան չի։ Դա խոսում են մասին, որ Հայաստանը արդեն որոշել է։ Ուղղակի հիմա հնարավորություն է ընտրում, ինչքան հնարավոր է երկար մնալ, ինչ որ գումար աշխատել, նոր հետո դուրս գալ։ Դա գործընկերային դիրքորոշում չի։ Ստեփան Դանիելյանն էլ կարծում է, Արարատ Միրզոյանի հայտարարությունները ներքաղաքական հաշվարկ ունեն եւ իշխանությունը շարունակում է հասարակությանը պահել արտաքին սպառնալիքների օրակարգում։ 18 թվականից հետո դա նախկիններն էին, գեներալներն էին, Ռուսաստանն էր, հետո նորից արցախցիներն էին, անդադ ինչ-որ թշնամու կերպարները փորձում ստեղծել եւ հանրային ատելություն սերմանել եւ փորձել հանրության մի մասին գլխավորել մյուս մասի դեմ։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը չի բացառում, որ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովում կարող են հստակեցվել Հայաստանի անդամակցության շուրջ որոշ հարցեր։ Դատելով բոլոր ելույթներից, դատելով բոլոր հայտարարություններից, պարզ է, որ այնտեղ կոշտ ելույթներ են հնչելու եւ Հայաստանի հետ կապված առնվազն իրավիճակային կարճաժամկետ կամ միջնաժամկետ որոշումներ կայացվելու են։ Նույն կարծիքին է նաև Ստեփան Դանիելյանը, նշելով, որ առաջիկա գագաթնաժողովը կարող է դառնալ որոշակի պարզաբանումների սկիզբ։ Ամսի 28-ին ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի ժամանակ ինձ թվում է ենթադրում եմ իրենց հայտարարություններից ելնելով ժամկետ նշանակելով, որ մեզ վերջնականապես տեսակետ հայտնեք, գնում եք Եվրամիություն, թե չեք գնում Եվրամիություն։ Եթե գնում եք բարի ճանապարհ։ Պաշտոնական Երևանը շարունակում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու գիծը, փորձելով պահպանել հարաբերությունները եւ Ռուսաստանի եւ Եվրամիության հետ։ Սակայն Մոսկվայի ուղերձները վերջին շրջանում ավելի հստակ են դառնում, աշխարհաքաղաքական ընտրության դաշտը աստիճանաբար նեղանում է։ Միաժամանակ ռուսական կողմը պարբերաբար ընդգծում է նաև Հայաստանի տնտեսական կախվածության գործոնը, էներգակիրներից եւ աշխատուժի միգրացիայից մինչեւ ֆինանսական փոխանցումներ, ինչն էլ հավելյալ քաղաքական ենթատեքստ է հաղորդում ընթացող գործընթացներին։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պահանջում է ապահովել ազատ նավագնացություն Հորմուզի նեղուցով եւ հրաժարվել նավերի անցման համար վճարներ գանձելուց։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է վերահսկողության տակ վերցնել Իրանի հարստացված ուրանի պաշարները, դրանք հետագայում ոչնչացնելու նպատակով։ Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան տեղափոխելու առաջարկը դեռ քննարկման փուլում է եւ պետք է ընդունելի լինի թե Թեհրանի, թե Վաշինգտոնի համար։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներն այս պահին դեռ չի ընդունում ռուսական առաջարկը։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ռուսաստանում անցկացվել են Բելարուսի հետ համատեղ միջուկային զորավարժություններ, որոնց մասնակցել է 64,000 զինծառայող։ Ներգրավվել է ավելի քան 7,800 միավոր տեխնիկա, իրականացվել են միջմայրցամաքային, հիպերձայնային եւ թևավոր հրթիռների արձակումներ։ Զորավարժություններին տեսակապով հետևել են նախագահներ Պուտինն ու Լուկաշենկոն։ Բելարուսն ու Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չեն ներկայացնում, բայց պատրաստ են պաշտպանել իրենց ընդհանուր հայրենիքը Բրեստից մինչև Վլադիվոստոկ, հայտարարել է Լուկաշենկոն համատեղ զորավարժության ժամանակ։ Նա նշել է նաև, որ Բելարուսը կարող է պատերազմի մեջ ներքաշվել միայն այն դեպքում, եթե նրա տարածքը ենթարկվի ագրեսիայի։ Ուկրաինան արդեն կորցրել է իր բնակչության կեսից ավելին, իսկ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մնացել է 23 միլիոնից էլ պակաս մարդ, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Եվրամիությունը կվերսկսի Ռուսաստանից գազ գնել, երբ Ուկրաինայում հակամարտությունն ավարտվի։ Լեհական Ռեչպոսպոլիտա թերթին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մագյարը։ Ես կարծում եմ, որ պատերազմի ավարտից հետո ամբողջ Եվրամիությունը կվերադառնա ռուսական գազ գնելուն, քանի որ այն ավելի էժան է։ Սա թելադրված է մրցակցային եւ աշխարհագրական գործոններով, ասել է նա։ Մինչ այդ Լեհաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ էլ Մադիարը հայտարարել է, որ Ուկրաինան զոհ է եւ ունի բոլոր իրավունքներն իրեն պաշտպանելու համար։ Պատմությունը լի է անթիվօրինակներով այն մասին, թե ինչ է բերել թուրք ազգի հետ բարեկամությունը եւ թե ինչ է արժեցել թուրքերի նկատմամբ թշնամանքը։ Այս հայտարարությունն էլ արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջդաբա Խամենեին հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է հարստացված ուրանի արտահանումը երկրից։ Այս քայլը կարող է բարդացնել խաղաղության շուրջ բանակցությունները, քանի որ Թրամփն ուրանի պաշարների դուրսբերումն անվանել է Թեհրանի հետ ցանկացած գործարքի պարտադիր պայման։ Միլիարդատեր Իլոն Մասկը կարող է դառնալ առաջին դոլարային տրիլիոնատերն աշխարհում։ Նրա հիմնած SpaceX ընկերությունը դիմում է ներկայացրել բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ 2025 թվականին Մասկը դարձել է առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է $500 միլիարդ։ Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգում տեղացած ուժեղ անձրևներից հետո մեքենաները մնացել են ջրի մեջ։ Ջրհեղեղներ են նաև Նյու Յորքում։ Իսկ Լոս Անջելեսի մոտակայքում բռնկված անտառային հրդեհների պատճառով ավելի քան 7000 մարդ տարհանվել է, ավելի քան 17000-ին էլ խորհուրդ է տրվել լքել իրենց տները։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։